Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կառավարությունում հանդիպում են ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի անդամների եւ գործադիր թիմի հետ եւ քննարկել են Ազգային ժողովի առաջին ընթերցմամբ հաստատված ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հետ կապված հարցեր։ Այս մասին տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դեպի Հայաստան որակյալ ներդրումների հոսքի ինտենսիվացման կարևորությանը եւ երկրի ներդրումային միջավայրի գրավչության բարձրացման հարցերին։ Փոխվարչապետը կարևորել է այս ձևաչափով հանդիպումները երկրում իրականացվող բարեփոխումների մշակման շրջանակներում գործարար համայնքի ներգրավվածության եւ նոր խթանների մշակման տեսանկյունից։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ժամանակակից արվեստի եւ գրահրատարակչության ոլորտների 2027-ից 2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագիծը։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԿԳՄՍ ժամանակակից արվեստի եւ գրահրատարակչության վարչության պետ Սվետլանա Սահակյանը։ Ներկայացնելով միջնաժամկետ ծախսային ծրագրերի հիմնական ուղղությունները, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել որ պլանավորված բոլոր աշխատանքները բխում են Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման եւ հանրահռչակման 2023-ից 2027 թվականների ռազմավարությունից, որը սահմանում է ոլորտի զարգացման տեսլականը, գերակայություններն ու նպատակները։ Ըստ այդմ ժամանակակից արվեստի ոլորտում տարբեր ուղղություններով շարունակվելու են գործող հիմնական ծրագրերը, ինչպես նաեւ մեկնարկելու են նոր նախաձեռնություններ։ Նախարարի տեղակալն անդրադարձել է ռազմավարական 5 հիմնական ուղղություններին, որոնք կազմում են միջնաժամկետ ծախսային ծրագրի առանցքը՝ կինոմատոգրաֆիա, գրահրատարակչություն, արվեստների ծրագիր, մարզերի մշակութային զարգացում եւ մշակութային եւ գեղագիտական դաստիարակություն։ Կառավարությունը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը հանձնարարել է Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի միջոցով կազմակերպել դեպի կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի շինարարության ձեռքբերման գործընթացը, համաձայն որի Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզպետների աշխատակազմերում կնքվել են պայմանագրեր հաղթող ճանաչված կազմակերպությունների հետ։ Ինչպես կառավարության մայիսի 14-ին նիստում նշել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, որոշմամբ նախատեսվում է ճանապարհների հիմնանորոգման, միջին նորոգման համար Հայաստանի Հանրապետության կառավարության ներքո հաստատված միջոցներից կատարել վերաբաշխում շուրջ 186 միլիոն դրամի եւ դրանք ուղղել այդ ծառայությունների ձեռքբերմանը։ Որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 10.3 կիլոմետր է, որից 8.97 կիլոմետրը նախագիծ եւ 1.33 կիլոմետր հիմնանորոգում։